Pipedrive համակարգում գործարքների, լիդերի, անձին, ընկերությանը և պրոդուկտներին պատկանող դաշտերը հնարավոր է փոփոխել և ավելացնել։ Դրա համար անհրաժեշտ է աջ վերևի անկյունից ընտրել Company Settings բաժինը, այնուհետև ձախ հատվածից ընտրել Data Fields բաժինը, այստեղ կտեսնենք յուրաքանչյուր բաժնի համար առանձին դաշտերը։ Անհրաժեշտ բաժնի համար դաշտ ավելացնելու համար ընտրում ենք կոնկրետ բաժինը, օրինակ անձին պատկանող ինֆորմացիայի բաժինը, այնուհետև սեղմում Plus Custom Field կոճակի վրա, բացված պատուհանում լրացնում ենք դաշտի անունը, Field Group հատվածից կարող ենք դաշտերը առանձնացնելու համար ստեղծել խմբեր և դաշտերը ավելացնել այդ խմբում։ Field Type հատվածից անհրաժեշտ է ընտրել, թե այդ դաշտում ինչ տեսակի ինֆորմացիա պետք է ավելացնել, համապատասխանաբար կարող ենք ընտրել text կամ թիվ կամ հասցե։ User Specifications հատվածից կարող ենք ընտրել, թե մեր օգտատերերից ովքեր պետք է տեսնեն այդ դաշտերը, այնուհետև Places Where Shown կարող ենք ընտրել, որ այդ դաշտը տեսանելի լինի սկզբնական հատվածում, երբ սկսում ենք անձի մասին կոնտակտները ավելացնել։ Quality Rules հատվածից կարող ենք ընտրել, որ այդ դաշտը լինի պարտադիր, սեղմելով Required կոճակի վրա։ Important կոճակի վրա սեղմելով դաշտը դառնում է անպայման լրացվող դաշտ և տեսանելի է լինում դաշտերի վերևի հատվածում։ Սեղմելով Save կոճակի վրա կարող ենք պահպանել դաշտը։ Դաշտերի հաջորդականությունը կարող ենք փոփոխել, սեղմելով Reorder կոճակի վրա և ընտրելով համապատասխան հատվածը։ Նաև դաշտերը կարող ենք փոփոխել սեղմելով Edit կոճակի վրա կամ ջնջել Delete կոճակով։ Pipedrive-ում հնարավոր է թիմի անդամների համար սահմանել դաշտերի դիլերի փայփլայնի համար տեսանելիություն։ Դաշտերի համար սահմանափակումները սահմանում է համակարգի ադմինը։ Դրա համար անհրաժեշտ է աջ հատվածից տեղափոխվել Manage Users բաժին, Users and Access հատվածից կարող ենք ընտրել օգտատերերին և սահմանել համակարգի յուրաքանչյուր հատվածի համար ինչ հասանելիություն պետք է ունենան։ Օրինակ դիլերի համար Regular User, քեմփեյնների համար Admin և այսպես շարունակ։ Նոր օգտատերերի հրավեր ուղարկելու համար պետք է սեղմել Plus User կոճակի վրա, գրել օգտատերի հեռախոսահամարը, սեղմել Preview կոճակի վրա և ուղարկել համակարգին միանալու հրավերը։ Ուղարկված հրավերներին կարելի է հետևել սեղմելով Invited կոճակի վրա։ Permission Sets հատվածից կարելի է ընտրել, թե ադմինները, Regular User-ները համակարգի որ հատվածներից տեսանելիություն ունենան։ Visibility Groups հատվածից կարող ենք ձևավորել խմբեր և ըստ խմբերի սահմանել համակարգի համար տեսանելիությունը։ Team Filters հատվածում ըստ ընկերության թիմերի կարող ենք ստեղծել խմբեր և այդ խմբերին տրամադրել համակարգի համար տեսանելիություն։ Օրինակ ստեղծել վաճառքի մասնագետների համար խումբ, ավելացնել օգտատերերին և այդ խմբի անդամների հետ կիսվել, որպեսզի տեսնեն միայն հաճախորդներ փայփլայնի դիլերը։